Պատկերացրեք մի մարդու, ով կարողացել է ողջ մնալ բոլոր սովետական առաջնորդների օրոք։ Լենինից մինչև Բրեժնև։ Նա միշտ իշխանության վերնախավում էր։ Ժողովուրդն ասում էր. Իլիչից մինչև Իլիչ, առանց ինֆարկտի եւ կաթվածի։ Բայց ո՞րն էր այդ գոյատևման գինը։ Արդյոք դուք գիտեք, որ ձեր ամենօրյա սիրելի պաղպաղակի հետևում թաքնված է մի մարդ, ով ստորագրել է 20,000 մարդու գնդակահարության հրամանը։ 1936 թվականին Միկոյանը մեկնեց Ամերիկա ու շոկի ենթարկվեց։ Հենց նա էր, որ ԽՍՀՄ բերեց պաղպաղակը, արդյունաբերական երշիկը, պահածոները եւ նույնիսկ համբուրգերը, որը Սովետում դարձավ միկոյանական կոտլետ։ Նա ուզում էր, որ սովետական մարդը ապրի ամերիկյան հարմարավետությամբ, բայց միաժամանակ նրա ստորագրությունը դրվեց պատմության ամենաարյունոտ էջերի տակ։ Սա Կատինի գնդակահարության հրամանն է։ Տեսնում եք Միկոյանի ստորագրությունը Ստալինի կողքին։ 21857 լեսպա ու մտավորական սպանվեց այս թղթի պատճառով, իսկ 1937-ին նա եկավ Երևան ու անձամբ Ստալինին խնդրեց ավելացնել գնդակահարությունների թիվը եւս 700-ով։ Հենց նրա օրոք Հայաստանում քանդվեցին տասնյակ եկեղեցիներ, իսկ մեր մտավորականները աքսորվեցին կամ գնդակահարվեցին։ Եթե ուզում եք իմանալ ավելին մեր իրական անցյալի մասին, հենց հիմա բաժանորդագրվեք Argan-Blog-ի էջերին։ Միացեք ինձ, որպեսզի միասին բացահայտենք ճշմարտությունը։ Բայց Միկոյանը միայն դահիճ չէր։ 1962-ին հենց նա փրկեց աշխարհը միջուկային կործանումից, բանակցելով Կուբայի եւ ԱՄՆ-ի հետ։ Եվ հենց նա էր, որ Ստալինի մահից հետո առաջինը համարձակվեց հնչեցնել Եղիշե Չարենցի անունը, նրան վերադարձնելով մեզ։ Նա երկակի կերպար էր, մարդ, ով կառուցում էր ու քանդում միաժամանակ։ Անաստաս Միկոյանը մնում է մեր պատմության ամենահակասական դեմքերից մեկը։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Լայքեք տեսանյութը, եթե այս փաստերը ձեզ զարմացրեցին։ Իսկ հիմա հարց ձեզ. ինչպես եք կարծում, հնարավոր է արդարացնել մի մարդու, ով փրկել է աշխարհը միջուկային պատերազմից, բայց նախկինում ստորագրել է հազարավոր անմեղ մարդկանց մահվան դատավճիռները։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Շուտով կհանդիպենք։